Բարի օր աշխարհի հայությանը կփորձեմ կարճ եթեր ունենալ զուտ կախված նրանից, որ վերջերս նկատել եմ մեր հարգելի արցախայության կողմից իմ հանդեպ հարգալից բարի դրացիական վերաբերմունք անհատների եւ ոնց որ ես հասկացա, որ իմ չարչարանքը ճիշտ է, իմ չարչարանքը ինչի համար միտված էր առայժմ մեր վերահսկողության տակ չի, բայց հույս ունեմ, որ ժողովուրդը սկզբից պետքա դարձի կան, հետո նոր խոսենք մեր հայրենիքից, տարածքներից եւ այլն մնացած այլ խնդիրներից։ Սկզբում մենք պետքա մեր միտքը մաքրենք, պետքա մենք խելքի գանք նոր հասկանանք։ Հիմա ինչու եմ սա ասում, Արցախում իմ գործունեության ժամանակ ոչ այդքան մեծ ուշադրություն իմ խոսքին, այժմ նկատում եմ թե քաղաքում հանդիպելուց, թե ինչ-որ միտեղ գնալուց բազմաթիվ արցախցիների բազմաթիվ մի քիչ չափազանցածելի, բայց դե բարձր կան արդեն արցախներ, որ ջերմորեն է վերաբերվում եւ ոնց որ հələ իրանք են ինձ հիշեցնում իմ խոսքերը, թե ես ինչեր էի ասել ընդդե, շատ եմ հիշում ամեն մի խոսքից, բայց ով որ լսում է ու լավ է անցալում, իր մոտ տպավորվում է։ Վերադառնանք բուն թեմային, ուզում եմ ասել, որ ճիշտ ասած ես երբևիցե չէի հանձնվել, չէի ասել, որ դե վերջ չեք հասկանում, չեք ուզում ընդունեք իմ ասածը, ես դադարում եմ իմ հանրային գործունեությունը կամ իմ մեկնաբանությունները քաղաքական անցուդարձին։ Ուղղակի էսի մի քիչ ինձ ոգեշնչեց, որ շարունակեմ, ավելի ակտիվ շարունակեմ, չնայած արդեն առողջություն չի մնացել ակտիվ շարունակելու։ Լավ, ասենք բուն թեմային։ Ուրեմն բոլորիդ էլ հայտնի է, թե ինչպիսի ակտիվ պրոպագանդա է գնում ռուսական հայտնի դեմքերի կողմից, վերջերս Սալավյով, դրանից առաջ Լավրով, նորից Լավրով, Դուգինի խոսքը ես մինչև վերջ չլսեցի, կեսից մի քիչ ավել լսեցի, ինչու չլսեցի, որովհետև չեմ կարող դիմանամ գեղցիկին, գեղցիկը դա ինձ այսօրը գցեց, երբ որ գեղց պրոդուկտ էի մատուցում ժողովրդին Արցախում, ես դրա դեմ կռիվ էի տալիս, ես չէի հասկանում, որ այդ իմ կռիվը իմ առողջությունը քայքայում է։ Հիմա Դուգինի եթե լսեմ, ես չէի կարող այսօր ձեր դեմը կանգնել, մինչև վերջ զրույցը ստանեմ։ Լավրովն էլ դե պարզատեսեք ինչեր էր խոսում, մինչև այդ առաքելակա եկեղեցու խոցելիության մասին էր խոսում, այն օրը ինչ որ լսեցի, ասում է Գյումրիի քաղաքապետին քաղաքական հայացքների համար են դատել, որ արտահայտվել է բելարուսական միության նման, Բելարուսիայի նման ընդհանուր միության մեջ մտնենք, բայց սաղ գիտեմ, որ կոռուպցիայի համար են դատել այդ մարդիկ, որ կոռուպցիայի գործունեության համար են դատել, բայց տակը ինչ կա, նույնիսկ եթե դրա տակ կա Հայաստանի անկախության հարցը վիճարկելու մասին խոսք, էլի դա մեր ներքին խնդիրն է։ Այնպես որ Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետին է վերաբերվում, հանդեպ ես առաջի հերթին ակնկալում եմ, որ արդարացի դատավարություն կայանա, իրավական մարմինների, ապահ մարմինները նորմալ աշխատեն, բայց պետք է լինի դա մեր ներքին խոհանոցի հարցը, չպետք է հուզի ոչ Լավրովին, ոչ էլ այլ երկրի արտաքին գործերի նախարարներին։ Հասկանում եք։ Այսինքն ով է պատրաստ մեր հայերից, որ Հայաստանի անկախությունը վիճարկի անձերի պատճառով։ Ոսկի մի պահ պատկերացրեք, ուզում է Լավրովը պաշտպանի Վարդան Ղուկասյանի։ Դուք համաձայն եք, որ այդ պաշտպանությունը լինի այնպես ինչպես եղավ Ուկրաինա։ Չէ՞ որ իրանք Ուկրաինայի ժողովրդին էլ էին ուզում պաշտպանեին դենացիֆիկացիա անելով։ Ասում են գնում ենք մենք գնում ենք այդ հակառուսական տարերին վերացնենք։ Զելենսկին բանն էլ համարվում են հակառուսական տարեր, իրանք ատելություն են, խոզեր են, իրանք բենդերներն են, նեմեց ֆաշիստներ են եւ այլն եւ այլն։ Ու մտավ էսա 3 տարիա դուրս չի գալիս, 4-րդ տարին արդեն դուրս չի գալիս բանից Ուկրաինայի տարածքից, կոտորումը։ Հիմա պատրաստ եք, դուք համաձայն եք, որ եթե Ուկրաինայում չի եղել ռուսամետ ուժեր, բա ինչու Ուկրաինայի նախագահան Ղրիմի վրա հարձակումից թռավ Ռուսաստան, բաշխի որ ռուսական հովանավորության տակ է եղել։ Հիմա էլ չէ ունենք մենք հայ падգամավորներ, հայ նախկին գեներալ եւ այլն, որ բախվել են Ռուսաստանում, այսինքն չենք կարող մենք թաքցնենք այդ փաստը, որ Հայաստանում հայերի մեջ կան ռուսամետ ուժեր։ Ինքնագիտակցությունը ստենց լավ չի ժողովուրդ, բայց հույս ունեմ կարենա խոսքս ավարտին հասցնել։ Ուզում եմ հիշեցնենք լավ կարճ կապեմ, ուզում եմ բոլորս հիշենք, թե ինչ է տեղի ունեցել Արցախում եւ այդ ամեն ինչը լավ հիշենք, ոչ թե ինչ մեզ ձեռը տալիս դա հիշենք, ինչ ձեռ չտալիս չհիշենք։ Փորձել Հայաստանի վրա բարթել այդ ամեն ինչը դա լրիվ սխալ կլինի, որտեղ Հայաստանը ամեն ինչ արել է 44 օր շարունակ, որպեսզի Արցախը պաշտպանվի, այն ակնկալիքով, որ պաշտպանվեր Ադրբեջանը հետնահաշկաներ դիվանագիտական հարցերը, բանակցային փուլում արդեն մի քիչ կխեղճանա, հաշվի կառնել մեր երկրորդ արդեն հարվածը իր ճակատին եւ խելոք կնստեր տեղը, դե
եղավ են ինչ եղավ, բայց դրանից հետո Հայաստանից ակնկալել կամ մեղադրել ճիշտ չէր լինի, իսկ Լավրովը, Պուտինը այդ ամեն ինչը անում են։ Եթե մեր հայրենակիցները դա գուլ են տալիս այդ խայծը, սխալ են անում։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, հիմա առավել շատ պետք է մենք միասնական լինենք, կապ չունի կորցրել ենք Արցախը, նույն մտահոգությունը վախ ունեցեք, որ կարող ենք նաեւ կորցնել Սյունիքը, կարող ենք կորցնել յուրաքանչյուր մի հատված, որը Ռուսաստանի մենք թույլ տակ մտնի պաշտպան։ Այս բանակցությունները Արցախի հարցի շուրջ 44 օրյա պատերազմից հետո 20 թվականից հետո Սյունիքի հարցի մասով է, այսինքն Ռուսաստանը ուզում էր ընդ գար վերահսկել, միջանցք սարքել, իսկ միջանցքներ հետագայում երբ պետք է ներհաձեր Ադրբեջանի, Թուրքիային չստացվեց իրաց մոտ։ Այսքան երկար դիվանագիտական պայքարից հետո չստացվեց ոչ ռուսների երազանքը, ոչ թուրքերի երազանքը։ Թուրքերի ու ռուսների երազանքը այս պարագայում համընկնում է ժողովուրդ։ Հիշում եք, Ալիևն ասում էր Զանգեզուրի միջանցք, Էրդողանն ասում էր միջին միջանցք, Նիկոլն ասում էր խաղաղության խաչմերուկ, բայց Նիկոլը չէր կարող պարտադրել թեկուզ սուվերեն իրապետության տարածքն է, գտնվելով այս ռեգիոնում, գտնվելով Ռուսաստանի դաշնակցության ներքո, չէր կարող պարտադրել իր ցանկությունը, իր իրավական հիմք ունեցող ցանկությունը, որտեղ իր երկրի տարածքով անցնում այդ ճանապարհը եւ ինքը պետքա որոշի ինչ ձևա տալիս։ Վերջը ճարահատյալ ասես ոչ ինձ, ոչ ձեզ, այլ Թրամփին, թող լինի Թրամփի ուղի։ Ու այդ օրենքները բանը որ մեզ ձեռատալիս այդ չափանիշներով իմ կարծիքով ոչ քաղաքագետ լինելով հասկացա որ մեզ ձեռատալիս բոլոր այդ միջանցքներից, բոլոր այդ ճանապարհներից ամենից հետաքրքիրը Թրամփի ուղին է։ Եվ մի բանը Ռուսաստանը որ այսօր փորձում է ամեն կերպ մեղադրի հայերին, Հայաստանի կողմին, մեր շատ արցախցիներին ավելի շատ իրանց հայելի խոսքս վերաբերում։ Դա առաջինը բերեք դուք մի լսեք ռուսամետ բացարձակ ռուսամետ ուժերին, ովքեր որ այսօր իրանց իշխանության գալը տեսնում են ռուսական աջակցությամբ եւ իշխանության լինելու դեպքում էլ պատրաստ են Հայաստանի անկախությունը զիջել, Ռուսաստանին նվիրվել ամբողջությամբ պետականության կորստի գնում։ Դուք այդ մարդկանց մի լսեք, որովհետեւ ձեր շահերից դա չի բխում։ Սախի եմ հատուկ մեր արցախցիներին ես դիմում, ես էլ ինքս արցախցի լինելով, մենք կորուստը տեսել ենք մեր ծննդավայրերի, մենք ամիջապես առնչվել ենք այդ խաղերին եւ մեր աչքերով տեսել ենք ինչ կատարվեց։ Այդքան մարդկանց արյան գնով Ռուսաստանը ինչ որ խաղ էր խաղում, ռեգիոնում իր ազդեցությունը ունենալ։ Ուրեմն ուզում եմ էս էլ լավ դուք հասկանաք, երբ որ Ռուսաստանը մեղադրում է Հայաստանին, ասում է դե իրանք հելան, Լավրովն էլ է չէ տենց ասում դուգին, ասում է հելան գնացին Եվրոպայում ճանաչեցին Արցախի բանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք հավատում եք, որ Ռուսաստանը սպասում էր Հայաստանի ճանաչելուն Ադրբեջանի կազմ, ճանաչած սխալվում եք։ Եթե դուք մտածում եք, որ Պուտինը լսելով, որ Եվրոպայում Հայաստանի վարչապետը ճանաչել է տարածքային ամբողջականություն, ասել է պահ կորցրի Արցախի ինչ որ ընկան, էլի ճանաչած սխալվում եք։ Միթե Պուտինի կարծիքը հետաքրքիր է ընդհանրապես Հայաստանի ղեկավարության, Եվրոպայի ղեկավարության։ Միթե մինչև հիմա չեք հասկացել, որ ինքը թքած ունի Եվրոպայի վրա, միջազգային օրենքի վրա, չունի, բայց որ չունի, ինչ գործ ունի Ուկրաինայում։ Խի Ուկրաինայի հարցը Եվրոպան ողջունել, հա, Եվրոպան դեմ է եղել։ Այսինքն եթե Եվրոպան դեմ է եղել Ուկրաինայի ներխուժումը, կարող է Պուտինը հաշվի առնել, բայց ոնց հաշվի առավ, որ Եվրոպայում պարտադրում էին կամ դրել էին սեղանին, որ միայն ճանապարհը տարածքային ամբողջականության ճանաչումն է եւ Հայաստանը գնացել է դրան։ Այսինքն երբ որ ինչ որ բան ձեռ չտալիս Պուտինին, մեղք թողում է Եվրոպայի վրա, երբ որ ինչ որ բան ձեռ տալիս Եվրոպան չկատե, հա, երբ որ Ուկրաինային է մտնում, Եվրոպա չկատե, երբ որ Ղարաբաղում զորքը բերել է անդե կանգնեցել, որպեսզի հայաթափում կազմակերպի, մեղքը գցում է Հայաստանի վրա, մեղքը գցում է Եվրոպայի վրա։ Ինքը ցանկություններ մնալու ունդ է։ Ինքը այնքանով ցանկություններ, ինչքանով որ Սյունիքով միջանց տային եւ ինքը անդե վերահսկեր, որպեսզի հետագա մի տարի հետո, 10-20 տարի հետո առևտրի ինչ որ առարկա լիներ Թուրքիայի հետ։ Սյունիքի միջանցքը էդ էր։ Դե հիմա Փարք Աստծո տեսանք, որ Սյունիքով միջանցք չի, Սյունիքով այլ իրականություն է եւ ճանապարհը այլ իրավական բնույթի է։ Սա պետք է ուղղակի մենք բոլորս հասկանանք, որ Ռուսաստանը միշտ փորձելու է իր մեղքը գցի այլ ուժերի, այլ պետությունների վրա։ Ինքը ուզում էր, այո, այս ռեգիոնում լիներ իր վերահսկողությունը, բայց չի ստացվել։ Սրա համար պետք է մենք այսօր ողջունենք, ուրախանանք, որովհետև իրանց այս ռեգիոնում ազդեցությունը միայն բերել է պատերազմներ, միայն բերել է տարածքային կորուստներ։ Այդպես չի եղել, դարեր շարունակ տենց է եղել, բայց վերջերս տեղի ունեցածը փորձում ենք մեր հիշողությունից ջնջենք։
ափսոս առողջականս այդքան հաջող չի, ես շատ բաներ էի ուզում ասեի, բայց այս պահին լավ չեմ զգում, ժողովուրդ պետք է այդ վրանջատեմ։ Հուսով եմ վաղը գնում եմ բժշկի, հուսով եմ ամեն ինչ լավ լինի, տեղեր կնշանակեմ կարգավորում, լավ մնացեք, հաջողություն, ինչ էի ուզում խնդրեի, չպարակտվել, չգնալ ոչ ռուսական ծիրով, ոչ գնալ եվրոպական ծիրով, ոչ այլ, ոչ այլ։ Այսօր Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն ավարում, եւ այդ ինքնուրույն քաղաքականության համար մենք պետք է առնվազն աջակցենք այսօրվա ղեկավարությանը, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականությունը ինձանից դժգոհ մարդ չլինի։ Եվ այսօր ես ասում եմ, մոտիկա նոմա չէ, բանը ընտրությունները 26 թվականի ամառը պետք է լինի, չէ։ Միշտ հիմա չեմ կարող կողմնորոշել, այնքան զզված եմ ներքաղաքական այս մտնոլորտից, այնքան հիասթափված եմ արդարադատությունից ու իրավապահ համակարգի գործունեությունից, որ չեմ կարող կողմնորոշել ինչ անեմ, բայց երբ որ կողքից բերում ենք մեր արտաքին վարած քաղաքականությունը եւ արտաքին վտանգավոր գործոնները, բաց չի որ պետք է արտաքին գործոնների մասին մենք ավելի շատ ուշադիր լինենք, ավելի շատ խորանանք։ Ներքաղաքական հարցերը լուծելի է, բայց լուծելի է ոչ թե մեկ անձի կողմից, այլ լուծելի է մեր բոլորի պահվածքով։ Եթե այսօր իմ կարծիքը որոշների համար հանգում է այն բանի, որ պետք է հայոց անեցք տանք, մենք ոչ մի բանի չենք հասնի։ Ես կոնկրետ միշտ էլ որթե գրած եմ եղել սկզբունքը, որ ոչ մեկի խոսքի, մտքի քաղաքական ինչ-որ դիրքորոշման համար չպետք է անիծեմ հայհոյեմ։ Դա այդ մարդու սեփական կարծիքն է, այդ մարդու որոշումն է։ Բերեք հասկանանք, բայց խնդրում եմ, բերեք ոնց էլ անենք, հասկանանք, որ թույլ չտանք Ռուսաստանը քիթը խոթի նորից մեր տուն, մեր խոհանոց։ Սա մեր խոհանոցային խնդիրն է։ Մենք պետք է որոշենք ինչ անենք, ոնց անենք։ Ու եթե արժանի լինենք, արժանի մեր ժողովուրդ արժանի չլինենք անկախություն ունենալուն, Աստված այդ ձևը մեր հետ վարվելու։ Բայց չմտածեք, թե մեր անկախությունը Ռուսաստանից է կախված։ Եթե դու քո անկախությունը արդեն այլ պետությունից պատկերացնում ես կախված, դու արդեն դու անկախ չես։ Մոռացի անկախության մասին, որտեղ քո անկախությունը, քո լավ ապրելը, քո ստամոքսը եւ քո բոլոր ազատությունները կապում ես այլ պետության ղեկավարության հետ։ Ես մնացած եթե հանգիստ լինեմ, երևի մեկնաբանությունում կգրեմ այն ինչ որ մոռացել։ Այսքան առայժմ ժողովուրդ հաջողություն։